Վինիսիուսը իրոք ռասիզմի զոհ է, թե ուղղակի շոու է անում իր էգոն բավարարելու համար։ Կարծիքները տարբեր են։ Գուցե ձերը տարբերվում ա մերինից։ Նորմալ է։ Օրինակ, FA SGA օգտատերը նախորդ վիդեոյի տակ գրում է. Վիդեոն չեմ նայել, բայց շատ պարզ է, որ հակաֆուտբոլային մտքեր է։ Հայկական մեդիան գտնվում է խայտառակ վիճակում։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք նման կարծիքի համար, բայց արտաքինը, ինչպես ասում են, խաբուսիկ է։ Կարծիք ձևավորելուց առաջ ավելի լավ է մի քիչ խորանալ բովանդակության մեջ։ Արա դե ճիշտ է ասում տղեն։ Գլոբ ջան, ֆուտբոլն է տեղ-տեղ հակաֆուտբոլային դարձել։ Համաշխարհային ջրհեղեղ։ Միայն այս դեպքում Ինտերը չի դառնա Իտալիայի չեմպիոն։ Միլանը իր պրագմատիկ ֆուտբոլով ասեց՝ արի դարձի չեմպիոն։ Ինձ սիրելի թշնամիներ են, չէ՞, բայց թշնամուս այտենց թշնամի չեմ ցանկանա։ Միլանը մեծ նվեր արեց Ինտերին պարտվելով Պարմային 1-0 հաշվով։ Հենո ենք արդեն 10 միավորով են առաջ Մոդրիչենցից։ Ուրիշ ոչ մի առաջնությունում նման տարբերություն չկա։ Իտալիան խելքի չի գալիս։ Զատո խելքի է գալիս Հենոն, լավ իմաստով։ Նա վերջապես բացի լավ ֆուտբոլ խաղալը սկսել է նաև գոլերով ուրախացնել մեզ հայերիս, իտալացիներին ու Ժոզե Մորինյոին։ Ժոզեին ինչի։ Այ որ գիրքը կարդայիր, կիմանայիր։ Դուք էլ կարդացեք, ու ընդհանրապես ոչ միայն Հենոյինը, կարդալը գլուխ է լցնում։ Իմը հələ որ այդքան էլ լիքը չի։ Վերադառնանք Ինտերին, որը 2-0 հաշվով հաղթեց Լեչեին։ Հաղթական գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Կարող էր դրան գումարել նաև գոլային փոխանցում, ուղղակի Դիմարկոն կիրառում էր կրկին փորձիր մեթոդը 3 անգամ։ Այս խաղից հետո լուրեր տարածվեցին, որ Ինտերը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Մխիթարյանին եւս 1 տարով այն երկարաձգելով։ Գրեք ձեր կարծիքը, արժի որ նա մնա Ինտերում, թե գա Հայաստան ու մի քիչ անկեղծանա։ Անկեղծ զրույց է ունեցել նաև Հանսի Ֆլիկը իր ֆուտբոլիստների հետ։ Ըստ լրատվամիջոցի գերմանացի դասվարը բարձրացրել է զրույցի ընթացքում մի շարք խնդիրներ։ Դասերը լավ չեն սովորում, անգամ ֆիզկուլտը։ Բացակայում են լիքը, սաղ Մատյանը բյա։ Ֆոնդի փողերն էլ ա ուզել։ Էլի ամպոչ գթալի պես մեջ հնգար։ Այդ ֆոնդի փողերը լապորտան է հավաքում։ Չնայած դիմացը ընտրություններ ա ու փորձում ա ձեն հավաքի։ Դրա համար էլ ակումբի աշխատակազմի ժարիտը ինքն ա սարքում։ Նենց ֆրիկուտ էի։ Դու բուսակեր չես, բայց բոլորս էլ մեղքեր գործում ենք այս անիրավ աշխարհում։ Բեռնալի, Դեյոնգի ու Ֆերմին Լոպեսի գոլերի շնորհիվ Բարսելոնան խնդիր չունեցավ Լևանտեի դեմ ու վերադարձավ առաջին հորիզոնական։ Ոնց վերադարձավ։ Բա Ռեալը։ Իսկ Ռեալը կորցրեց միավորներ ու տեղը առաջին տեղում։ Օսասունայի դեմ խաղից հետո վերջնականապես պարզվեց Ռեալի հիմնական խնդիրը։ Այնտեղ չկա միասնություն, այնտեղ չկա առաջատար, եւ դրա պատճառով ամեն մեկը, ինչպես ասում են, վերմակը իր կողմն է քաշում։ Մենք որ Վինիսիուսին քննադատում ենք, հենց դրա համար ենք քննադատում, որ նա իրեն դնում է առաջատարի տեղ, բայց ընդհանրապես առաջատար չի։ Լիդերը պետք է հավաքի բոլորին, տանի մի ուղղությամբ, իսկ այնտեղ, ինչպես ասում են արքայական ակումբում, բոլորն իրենց արքա են զգում, մեկը ծպտված, մեկը բացահայտ։ Դրա համար էլ Օսասունային պարտվեցին 2-1 հաշվով։ Կիլիանը կրել է։ Ինչ ա կրել։ Դատը PSG-ի դեմ։ Այո։ Ֆրանսիական ակումբը որոշել է չբողոքարկել դատարանի վճիռը, որը Կիլիանի օգտին էր եւ կփոխհատուցի այն գումարները, որը դատարանով պահանջում էր Կիլիանը։ Այստեղից պարզ է դառնում, մարդը օթից մի 50-60 միլիոն դրել է գրպանը, բա մի հատ դաշտում շվշվացնելով չֆրֆռա։ Իսկ եթե լիրիկան դնենք մի կողմ ու նայենք խաղին հենց կոնկրետ Օսասունայի դեմ, ապա անգամ հասարակ փոխանցումները շատ հաճախ չէր ստացվում նրանց մոտ։ Երկրորդ գոլը Սեբալիոսի հիմարագույն փոխանցումից գնաց, իսկ պաշտպանության մասին ընդհանրապես չեմ խոսում, այնտեղ ոչինչ չկա։ Ասենսիոյի սահանկումը վկա։
Arbeloa-ի համար վերջինը կարող է լինել Benfica-ի դեմ առաջիկա պատասխան խաղը։ Իդեպ, ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո մեզ մոտ կատաղած Մեսսին է, պատմուճանավոր Ռոնալդուն եւ էլի շատ հետաքրքիր դրվագներ։ Արի մի հատ խնդալու վիդեո ցույց տամ։ Կարող եմ մի հատ էլ ցույց տաս ոնց է վռոն ծիտ գցում։ Փետրվարի 25-ին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյօֆի պատասխան խաղում Ինտերը կընդունի Բուդիոգլիմտին։ Հաջորդ օրը Պարիս Սեն-Ժերմենը կխաղա Մոնակոյի հետ, իսկ Ռեալը կընդունի Բենֆիկային։ Բոլորը որոշիչ ու թեժ խաղեր են։ 26-ին Եվրոպա լիգայի նույն փուլում Ցրվենա Զվեզդան կընդունի Լիլին։ Առաջին խաղում նա իրենք 1-0 հաղթել են։ Փետրվարի 27-ին էլ Կոնֆերենցիաների լիգայի նույն փուլի շրջանակում Նոան կգնա Հոլանդիա AZ Alkmaar-ին դիմակայելու։ Այսօրվա մեր առաջին հակահերոսները ֆուտբոլիստներ չեն, ապագա ֆուտբոլիստների ծնողներ են։ Ինչ են արել այդ խեղճ մարդիկ։ Աշխարհի քաղաքակրթական կենտրոն համարվող Մեծ Բրիտանիայում, ավելի կոնկրետ Ուելսում 14 տարեկանների պատանեկան առաջնության ընթացքում երեխաների ծնողները սկսել են սիրել իրար։ Ընթացքում այնքան թեժ են սիրել, որ երեխաներից մեկը ընկել է մեջտեղն ու հորը քաշել ասելով «Պապա, ես ապերիկ չեմ ուզում»։ Նշվում է, որ այս ծեծկրտուկը սկսվել է 14 տարեկանների, նշում եմ 14 տարեկանների խաղի դրվագներից մեկի հիման վրա, դրա մեջ խորանալու իմաստ էլ չկա, հասկանում եք։ Հիմա այդ երեխեքը ինչ պետքա սովորեն իրանց ծնողներից՝ կռվել, ծեծել իրար ու հայհոյել։ Մեր մանկապատանեկան առաջնություններում էլ ցավոք սրտի նման միջամտություններն ու ներգրավվածությունը ծնողների կողմից բազում են ու անընդհատ, ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ խաղերի։ Այդպես, հարգելի ծնողներ, չեք օգնում ձեր երեխաներին, վնասում եք ահավոր շատ։ Խնդրում եմ, թարգեք, եթե անգամ ծնող էլ չկա նայող, տարածեք թող տեսնեն, որ այդ երեխեքը չտուժեն։ Իտալական Յուվենտուսը շարունակում է ճգնաժամի մեջ մնալ։ Ճիշտը ճգնամիս տերմինն է։ Ճիշտ ես ասում, գիտես։ Մեր ամենասիրելի թիմերից Կոմոն ուղղակի չնկատեց ապագա կալանավորներին ու հաղթեց 2-0 հաշվով։ Կալանավորներին? Բայց զապաս ֆորմեն բան չի հիշացնում։ Սեն շարունակելու դեպքում Յուվենտուսին սպառնում է օրծերության ցմահ ազատազրկում սեփական երկրպագուների նյարդերը քայքայելու համար։ Մտահոգիչ լուրեր են գալիս Մեքսիկայից։ Ամբողջ ֆուտբոլային հասարակությանը նստացրել են կակտուսի վրա։ Փշերի երևի։ Դե կակտուսը փշոտ է ու կանաչ, համ էլ կանաչը թեմայի մեջ է։ Մեքսիկայում վերացրել են երկրի ամենահայտնի նարկոբարոններից մեկին։ Թվում է թե այդ ամեն ինչից հետո մարդիկ պետք է ավելի հանգիստ ու խաղաղ կյանքով ապրեին, բայց կոքսից կտրվել են, բա չգժվեն ինչ անեն։ Մասսայական անկարգությունները սկսել այդ նարկոբարոնի կլանը ու ամբողջ քաղաքը, երկիրը, չգիտեմ, խառնված մարդիկ չգիտեն թե ինչ պետք է անեն, ու այդ ամեն ինչը աշխարհի առաջնությունից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Շատերը արդեն տարակուսանքի մեջ են, որ Մեքսիկայում կայանալիք խաղերը շատ հնարավոր է մեծ վտանգի տակ լինեն, իսկ այս ամենի մասին FIFA-ն էշի ականջում քնած է։ Հակահերոսած առաջատարը Լոնդոնի Տոտենհեմն է, որի գլխավոր մարզիչը նշանակվել Իգոր Տուդորը ու ասել. Տոտենհեմը հաստատ չի նահանջի Championship։ Ու միանգամից հանդիպեց հաստ Արսենալի, որը նշանակում է Հյուսիս Լոնդոնյան դերբի։ Ընդհանրապես հետաքրքիր չէր։ Համաձայն եմ, Արսենալը ուղղակի չնկատեց թշնամուն ու հաղթեց 4-1 հաշվով։ Իսկ Տուդորը փորձում էր առաջ մղել իր տղաներին։ Մեծ հաճույքով Լիվերպուլին կդնեի հակահերոսների բաժնում, քանի որ նրանց խաղը ուղղակի աչք է քոռացնում, բայց Նոթինգեմ Ֆորեսթի դեմ խաղի վերջում Մակալիստերը փրկեց իր թիմի դեմքը։ Ուղղակի շատ զավեշտալի ստացվեց։ Թիմերը 90 րոպե ուղղակի գնդակ էին տշում, անհետաքրքիր ֆուտբոլ էր ու 89-րդ րոպեին մի հատ այսպես
հիմար գոլ գրանցվեց Լիվերպուլի օգտին, որը իհարկե չեղարկվեց, որովհետև Մակալիստերի ձեռքից էր գրանցվել այն։ Եվս 7 րոպե ավելացված ժամանակում ու նորից Մակալիստերը գոլ է խփում ու այս անգամ ոչ ոք չի չեղարկում ու այստեղ պետքա հաստ գծով ընդգծել Սոբոսլայի փոխանցումը, ուղղակի նրբագույն սլոտի քաչելը այս անգամ էլ պլստաց։ Իսկ Կոնատեին ստիպեց իր 200 կիլոնոց մարմինը պտտել իր առանցքի շուրջ։ Ես պատկանում եմ Սաուդյան Արաբիային։ Այս խոսքերը ասել է Ռոնալդուն, որը հաստատում է, որ նա պատրաստվում է մնալ արաբական աշխարհում մինչև կարիերայի կամ կյանքի վերջը, ինչու ոչ։ Իսկ մինչ այդ Ալ Նասրը 4-0 հաշվով հաղթել էր Ալ Հազեմ թիմին, որտեղ Ռոնին դուբլի հեղինակ էր դարձել։ Դրանից հետո էլ Ռոնալդոին բերեցին ու գցեցին ուսերին պատմուճանը, որը ինձ միանգամից հիշեցրեց հռոմեական իմպերատորների, ինչ որ արքաների ու ինչ որտեղ Հիսուսին նաև։ Սխալ ուղղությամբ ես գնում։ Էդ ո՞նց։ 2022 թվական աշխարհի առաջնություն, գավաթի հանձնում։ Արա, հələ նայի ինչ քթիմազա։ Աչե, Ռոնալդուն կարծում եմ ստեղ կապ չունի, կազմակերպիչներն են, թիմի ադմինիստրատորը, FIFA գործակալները փորձում են ամեն կերպ Ռոնալդուի սիրտը շահել, որովհետև վերջերս ինչ որ շատ էր բունտ անում, ասում էր չեմ խաղալու եւ այլն։ Աշկիս մի լավ սիրել են Ռոնալդուին, որովհետև նա բավականին երջանիկ է։ Բացի երջանիկ լինելը, նա վստահ քայլերով գնում է դեպի 1000-րդ գոլը, այդքան բաղձալի ու ճանապարհին գրավում է նորանոր երկրպագուների սրտեր։ Պարզվել է Ռոնալդոյի ամենամոլի երկրպագուն Պիրս Մորգանից մոլի։ Cristiano. ¿Y qué dice acá? ¿Qué dice en el otro? ¿Qué dice en el otro, verga? Cristiano Ronaldo. Տարվա ֆան մրցանակը տալիս եմ այս տղուն։ Ուզում եմ դեմքը տենամ։ ¿Cuánto cuestan? Ey, mételo a cuánto vale. ¿Cómo cuánto? Oye. Եթե Ռոնալդուն սա տեսնի, կարծում եմ անմիջապես կավարտի կարիերան ու որ ոչ մեկ չճանաչի իրան։ Եղեք ստապ երկրպագու։ Ամորիմին ինչ գործից ազատել են, նա մի անկյունում նստած ներվային անընդհատ ծխում է։ Էդ ինչի։ Դե ասում է, վայ բախտ բաժանող, վայ։ Կարիքի գլխավորությամբ United-ը արդեն չի պարտվում 10 խաղ անընդմեջ։ Մրցաշարային աղյուսակում 4-րդն է։ Ցույց տված խաղը շատ լավ։ Բենջամին Շեշկոն գոլեր է խփում տուփերով։ Վերջինը 3 Էվերթոնին խփեց ու հերթական հաղթանակը պարգևեց։ Ու այս գեղեցիկ, շատ գեղեցիկ պատմությունը փչացնում է այն փրչոտը։ Մեսսին կատաղել էր։ Դեղին մամուլի իդեալական վերնագիր կլիներ, եթե չհամապատասխաներ իրականությանը, բայց նման բան եղել է։ MLS-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում Ինտեր Մայամին հանդիպեց Լոս Անջելեսին, որտեղ խաղում է Հոն Մին Սոնը։ Ինտեր Մայամին չդիմացավ ու պարտվեց 3-0 հաշվով։ Խաղից հետո արգենտինացին բացեիբաց մեղադրել է մրցավարներին, ասելով, որ նրանք կայացրել են սխալ որոշումներ ու ոչ առաջին անգամ։ Բայց հանգիստ տեսք ունեին։ Այդ ժամանակ մեջի առյուծը չէր արթնացել դեռ։ Հետո Լեոն ցանկանում էր գնալ ու հաշվեհարդար տեսնել մրցավարների հետ արդեն նրանց հանդերձարանում։ Բայց մի հատ պահի էպիկությունը հասկացեք էլի, միշտ համեստ, խելոք Մեսին ու տեսնում ես, որ նրան անգամ քաշելով պահում է Սուարեսը, որ նման քայլ չանի։ Երևի Ուրուգվայցին հանգստացնելուն զուգահեռ խոստացել է, որ մի անկյունում կբռնի ու կկծի։ Ինչ կանի, կկծի։ Ինչ այլասերվածն ես, բայց դու արա։